Եվ ես դա իսկապես դիտարկում եմ, ընկալում եմ սկզբից, որպես քաղաքական process է, հիմա ինքն էլ պետք է իր ընտրողին ցույց տա, որ ես ձեր երազած տղեն եմ, ես տեսեք ինչեր եմ կա, կարամ գնամ Ծառուկյանին իր տան մեջ գետնին պարկեցնեմ, բան։ Բայց երբ որ հետո դու տեսնում ես, թե դա ինչպես է, առաջին ինչ որ մտքիս անցավ հերթական Տուշոնկա շոուն է, պես ցույց տան, չգիտեմ, այգիների ջոխությունը եւ դա ով չգիտեր Հայաստանում, Գագիկ Ծառուկյանը ունի շատ լավ տուն, այդ տան մեջ կան այդ կենթանիների խրտվիլակներով մի սենյակ, 100 անգամ տարբեր հարցազրույցներով մենք տեսել ենք, էլի, դա ոչ էլ փակ։ Բայց հասկանում ես, երբ որ այդ սա հասկացա, սա, բայց երբ որ տեսնում եմ, որ մարդուն ցուցադրաբար ուզում են գետնին պարկեցնեն, դա արդեն հասկանում ես, որ չէ, սա արդեն քաղաքականությունը չի, սա արդեն Նիկոլի խոստումը չի, այստեղ արդեն շատ ավելի խորքային բաներ կան, որոնք սա էս մի պոչն է, էլի, այն մի ծայրը, այդ իմ ասած վատագույն սցենարներն են։ Դե հիմա տես, այս ամեն ինչը հնարավոր է, որովհետև աստիճանաբար փոքր քայլերով բերելա սրան ու որևէ էտապում լուրջ դիմադրության չի հանդիպել։ Եղել է միայն էպիզոդիկ դիմադրություններ առանձին ինչ-որ անձանց դեպքում, հա, օրինակ նույն, չգիտեմ, Նարեկի ու Վազգենի հարցով, նաև եղել է նույնիսկ միջազգային ինչ-որ արձագանք, հա։ Իրավապաշտպան կազմակերպություններն են անդրադարձել մեդիաներում կար։ Նաև ասենք կար արձագանք Նարեկի հացադուլին։ Սա սկսվել է այն պահից, երբ որ օրինակ Մանվել Գրիգորյանին այդ Տուշոնկա շոուով ձերբակալեցին։ Երբ Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացավ բանտում 2019 թվականի հունվարին ու դա մարսվեց, հա, ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն այն ժամանակվա վրթոված հայտարարություն չարեց։ Ես հիշում եմ, մենք այն ժամանակ ինչ որ մի ամիս անց իմացանք այդ դեպքի մասին, հա, բավականին ուշ իմացանք։ Բայց դետալներն էլ են կարևոր։ Գիտես, ես երբ հասկացա, որ այն Նիկոլը հենց այս արևելյան տիպի այդ դեսպոտա, հա, ռուսերեն այդ բառը, ռուսերեն անգլերեն, հա, բռնակալա, հենց այդ այն քինախնդիր, մանրախնդիր, չգիտեմ ոնց ասեմ, հա, հիշում ես Հայաստան հիմնադրամի նախագահին Արիքին Վարդանյան, ինչպես բռնեցին, կարծեմ նույնիսկ մայիսին էր դեռ 18 թվի, թե հունիսին հրավիրեցին իր հետ հանդիպման, ինչ որ ուշացրեց պահեց այդ ընդունարանում, մեկ էլ ընդունարանում ԱԾ-ն եկան իրան բռնեց։ Եթե այդքան ուզում եք իրան բռնեին, կարող եք, բայց այդ բանը, որ հրավիրում են, այդ գիտես այն ոճն է, այն որ, չգիտեն, հրավիրում են ճաշկերույթին, հետևից դանակով խփում են կամ շապուհի բաներն են, որ կանչում արշակի այդ ոճն է, էլի, այնտենց ինչ որ գրքերում որ կարդում էիր, հա, կանչում էին քեֆի թունավորում էին, բան, լրիվ այդ ոճն է, որ այնտենց դարերի խորքից եկող ինչ որ մի հատ բան, հա, բան է, էլի, նաև մանրոքություն կա